Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր մենք սկսելու ենք մեր տորթերի պատրաստման դասընթացը։ Առաջին ինչա մեզ հարկավոր, որ ձվերը պետք է պարտադիր մշակենք։ Եթե մենք խանութից գնում ենք, տեսնում եք ինչքան կեղտոտ են։ Պետք է պարտադիր մշակենք, ճաքած եթե ձու կա, պարտադիր հեռացնում ենք, չենք օգտագործում։ Ինչա մեզ անհրաժեշտ մշակման համար։ Առաջինը մաքուր ջրով պետք է լվանանք, հեռացնենք կեղտից։ Ուղղակի շատ լավ կլինի, եթե հոսող ջրի տակ լվանանք։ Ձուն լվանալու համար հարկավոր է մաքուր սպունգ եւ ձուն պետք է հոսող ջրի տակ պարտադիր լվանալ։ Գուբկայի փափուկ մասով, կոպիտ մասով կարող է ճաքի, կոտրվի ձուն, փափուկ մասով հատ-հատ ձուն լվանում ենք։ Ամբողջ կեղտի մասից իրան հեռացնում ենք, որ ձուն մաքուր լինի։ Տեղադրում ենք մաքուր ամանի մեջ։ Անհրաժեշտ է հոսող ջրի տակ, ուղղակի որ հարմար չի, մենք անում ենք սեղանի վրա, ես ձեզ ցույց կտամ։ Տորթերը պատրաստելու համար ես միայն օգտագործում եմ S0 կատեգորիայի ձուն։ Եթե նայեք, կամերան ցույց է տալիս։ S0 պետք է լինի, որտեղ չափաբաժինը մենակ լինելու է ձվի համար։ Ձուն լավ լվանում ենք, որովհետև ամենավտանգավորը, եթե դուք գիտեք, սելմոնելոզ հիվանդություն կա, որը անցնում է ձվի կլեպից, խմորեղեններին։ Աղիքային ինքը վտանգավոր հիվանդություն է։ Պետք է պարտադիր մենք կաթնամթեր գնելուց ժամկետներին պարտադիր ուշադրություն դարձնենք։ 5 րոպե ավելի լավ է ուշ առնենք, բայց խանութում երբ որ գնում ենք, ժամկետներին ուշադրություն դարձնենք։ Ձուն գնելիս նույնպես նայում ենք, որ կոտրված չլինի, ճաքած չլինի։ Որովհետև մենք աշխատում ենք մարդկանց հետ։ Սնունդը պիտի լինի շատ մաքուր։ Նամանավանդ երեխաների տորթեր ենք թխելու, փոքրիկ երեխաներ պետք է ուտեն։ Ամեն ինչին ուշադրություն ենք դարձնելու։ Ուրեմն ես ամբողջը լվանամ եւ կմիանամ, թե ինչով պետք է մենք մշակենք հետո։ Մնաց 2 հատ ձու լվանանք։ Դուք հիմա ուշադիր ես ցույց կտամ ջրի գույնը։ Գուկեն լավ մեջը չքամեմ, ես այսպես ցույց տամ, դուք ջրի գույնը տեսեք, բմբուլ, ինչ ասես ջրի մեջ չկա, որը մեզ հարկավոր չէ։ Ուղղակի այս գործընթացը անում ենք հոսող ջրի տակ։ Ես հիմա հոսող ջրի տակ էլ պետք է լվանամ անպայման։ Լվանամ եւ միանամ։ Հաջորդ մեր քայլը մեզ անհրաժեշտ է 2 լիտր ջուր, 2 ճաշի գթալ սոդա։ Լավ խառնելուց հետո խառնենք, որ սոդան ամբողջությամբ լուծվի ջրի մեջ։ Վերջ։ Սոդան լավ լուծվելուց հետո անհրաժեշտ է ավելացնել ձուն։ Եվ պետք է թողնենք 15 րոպե ջրի մեջ։ 15 րոպե հետո նորից մաքուր ջրով լվանալու ենք, չորացնենք հատ-հատ ձվերը, նոր տեղադրենք սառնարանի մեջ։ Ես ամբողջությամբ ձեզ ցույց կտամ։ Չենք վրազում, հանգիստ ենք անում, որ չճաքի ձվերը։ Եթե սոդա տունը չլինի, կարող եք 1 լիտր ջրին ավելացնել 1 թեյի գթալ քացախ, բայց ցանկալի է սոդայով անել։ Ձուն թողում ենք սոդաաջրի մեջ 15 րոպե։ Պարտադիր 15 րոպե հետո հարկավոր է մեզ լվանալ մաքուր ջրով։ Ես հոսող ջրի տակ կլվանամ եւ ձեզ կմիանամ։ Ձուն լավ լվանալուց հետո անհրաժեշտ է անձեռոցիկով չորացնել։
չորացնում ենք և տեղադրում ենք ամանի մեջ։ Ցանկալի է ձուն պահել ներսի հատվածում սառնարանի, դռան վրա ձուն չենք պահում, որովհետև անընդհատ դուռը բացել փակելուց ջերմաստիճանը տատանվում է, ցանկալի չի։ Ձուն պահում ենք սառնարանի մեջ, ոչ թե դռան վրա։ Հաջորդ մեր դասընթացը սկսելու ենք բիսկվիտներից։ Առաջին պատրաստենք վանիլային բիսկվիտ, հետո շոկոլադնի բիսկվիտ։ Ձեզ ձուն ամբողջը չորացնեմ և կբացատրեմ, թե ինչ բիսկվիտներ ենք պատրաստելու հաջորդ դասընթացին։ Այս ձևով մենք արդեն հանգիստ կարող ենք ձուն օգտագործել, չվախենալով, որ կարող է ինչ-որ հիվանդություն ձեռք բերել։ Աղջիկներ ջան, ուրեմն ամեն անգամ բիսկվիտ թխելուց, տորտ թխելուց, կարկանդակ թխելուց հարկավոր է ձուն մշակել այս կերպ, ուրիշ տարբերակ չկա։ Ձեր ապահովության համար պետք է մենք մեր ժամանակը տրամադրենք մի քիչ ձուն մշակման համար։ Ուրեմն հաջորդ մեր տեսահոլովակը լինելու է վանիլային բիսկվիտը։ Սկսենք բիսկվիտներից, ինչ է մեզ հարկավոր։ Մենք օգտագործելու ենք միայն գրամով կշեռք, չափի բաժակներ մեզ անհրաժեշտ չի։ Եթե ուզում ենք մեր բիսկվիտները լինել իդեալական, ուրեմն ձեռք ենք բերում կշեռք գրամով և ձուն օգտագործելու ենք S0։ Ուղղակի լվալուց հետո ջնջվեց, հեսա այս մեկի մեջ երևում է S0 կատեգորիայի ձու ենք օգտագործելու։ Աղջիկներ ջան, կխնդրեմ լայքեք, տարածեք, որ ավելի հետաքրքիր լինի ալիքը, բաժանորդագրվեք։ Վերջ, հաջորդ դասընթացը լինելու է վանիլային բիսկվիտը։